Armenia TV-ին և PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Եթերում Նանեն է։ Կտրվեք առօրյա խնդիրներից և մոտակա 40 րոպեներն անցկացրեք մեզ հետ։ Խոստանում ենք փոխանցել դրական լիցքեր և արժեքավոր խորհուրդներ։ Դիտեք այսօր Նանեի եթերում։ Ծովախեց գետնով և ռուկոլայով աղցան։ Հղիության սկրինինգ, որ դեպքերում է անհրաժեշտ անցնել հետազոտություն։ Միկրոդերմաբրազիա, դեմքի էսթետիկ շտկում։ Նարեկ Բաբայանը տեսահոլովակների, քննադատությունների և սիթքոմային դերերի մասին։ Պատրաստվող սնունդը արտացոլում է տանտիրուհու ուղղակի ձեռագիրը։ Որքան շատ եռանդ և ստեղծագործական միտքներ դնեք խոհանոցում, այդքան ավելի դրական արդյունք կստանաք։ Այսօր մեզ մոտ իր յուրահատուկ ստեղծագործական ձեռագիրն ի ցույց կդնի Casa de España ռեստորանի շեֆ-խոհարար Արտակ Հակոբյանը։ Ողջույն Արտակ։ Բարև ձեզ։ Ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք մի հետաքրքիր աղցան ռուկոլայով և ծովախեց գետնով։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ռուկոլա, քերած պանիր, սոճենու ընկույզ, լոլիկ, կիտրոն, մանրածովախեց գետին, սոյայի սոուս, գինի և ձիթապտղի ձեթ, ինչպես նաև սխտոր։ Նախ սկսենք նախապատրաստելուց մեր բաղադրիչները։ Արտակ ասում են կերակուր պատրաստելիս շատ կարևոր է դրական տրամադրվածությունը։ Դու համաձայն ես այն մտքի հետ, որ պետք է դրական էներգիա հաղորդել, որպեսզի կերակուրը համեղ ստացվի։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Իդեպ այսօր շատ բարձր տրամադրությամբ եմ ձեզ մոտ եկել։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Լավ հանգստով, նախորդին ունեցած։ Ես արդեն հասկացա, ընկերների հետ, կերուխումի։ Այո, ընտանիքով ինչպես նաև։ Մեզ անհրաժեշտ է կիտրոնի հյութ, որպեսզի պատրաստենք թանձրուկը։ Կամենք մի փոքր կիտրոնի հյութ։ Այնուհետև ավելացնենք մի փոքր սոյայի սոուս։ Իսկ հաճախ պատահում է, երբ ընկերների հետ խնջույքի եք լինում և օրինակ խորովածի, այսպես ասած, խնջույք եք կազմակերպում և ընկերներդ խնդրում են, որպեսզի մի հետաքրքիր եվրոպական կերակուր պատրաստես։ Քանի որ բացօթյա պայմաններում հիմնականում պատրաստում ենք խորոված բացօթյա պայմաններում, հիմնականում այդպիսի հնարավորություն չի ընձեռվում, պայմանները չեն բավականացնում, բայց ցանկացած ժամանակ որոշ ունակություններ ցուցադրում եմ իհարկե։ Մեր թանձրուկը պատրաստ է։ Հիմա կարող եմ մի փոքր համեմել պղպեղով և բաղով։ Իսկ ընկերները ունեն քո նախընտրած ուտեստը, որ քո ձեռքով պատրաստում ես ու իրենք շատ դա սիրում են, կոնկրետ այդ ուտեստը։ Որքանով և զարմանալի չէ, ընկերներից մեծամասնությունը նույնպես խոհարարներ են, այնպես որ հերթով եք պատրաստում։ Բոլորս ցուցադրում ենք իհարկե մեր նախասիրությունները։ Հիմա տեղափոխվենք խոհանոց, որպեսզի ջերմային մշակման ենթարկենք մեր ծովախեց գետները, այնուհետև կշարունակենք մնացած պրոցեսը։ Սա միայն։ Այո։ Գնացինք։ Ինչպես տեսնում եք, ծովախեց գետիները պատրաստ են։ Հիմա մեզ անհրաժեշտ է մեր պատրաստված սոուսով խառնել ռուկոլան։ Տեղափոխում ենք տասի մեջ, ավելացնում ենք կտրատված լոլիկը,
Նախապես մեր պատրաստված թանձրուկով խառնելու ենք այն։ Արտակ, ինձ հետաքրքիր է, դու հաճախ ես վերապատրաստվում, որպեսզի ձեր խոհանոցի ուտեստները ավելանան ևս ավելի հարուստ տեսականիներով, այսինքն կարծում եմ, որ ռեստորաններում ժամանակ առ ժամանակ պետք է փոխել մենյուն։ Ինչպես գաղտնիք չէ, խոհանոցային աշխատանքը ունի այնպիսի բնույթ, որ պետք է անընդհատ փոփոխություններ, թարմություն մտցնել։ Մենք նույնպես զերծ չենք մնում դրանից։ Մասնակցում ենք տարատեսակ վարպետաց դասերի եւ ինչպես նաեւ մեր խոհարարների վերապատրաստմամբ ավելացնենք լոլիկները կտրատված Ճաշացանքը հարստացնելու համար։ Այո, միանշանակ վրայից ավելացնում ենք ապակված մանրածովախեցգետինները ինչպես տեսնում ենք նրանք բավական նախորժալի տեսք ունեն Ես մեծ հաճույքով կփորձեմ։ Ինձ թվում է հաղորդման վերջում այդպիսի հնարավորություն կընձեռվի։ Ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ փորձում քո պատրաստած կերակուրները, ասեմ, որ իսկապես շատ համեղ է։ Շատ հաճելի է։ Վրայից ցանում ենք սոճենու ընկույզ։ Պետք չէ այն չարաշել, որովհետև այն ունի շատ սուր արտահայտված համ, այո։ Թեթևակի համեմում ենք պղպեղով։ Քերած պանիրն ենք ավելացնում վրայից եւ ամենավերջում նորից մի փոքր թանձրուկ Ինձ մեր աղցանը պատրաստ է Շնորհակալ եմ անչափ այս հետաքրքիր առողջ համեղ սնունդը մեզ համար պատրաստելու, իսկ մեր սիրելի հեռուստադիտողները, եթե նախընտրում են ծովային մթերքներ, կարող են դիտել Բաղադրատոմսը հեռուստաէկրաններին եւ պատրաստել։ Ծովախեցգետնով եւ ռուկոլայով աղցան։ 8 հատ ծովախեցգետին, 60 գրամ ռուկոլա, 30 միլիգրամ ձիթապտղի յուղ, 10 միլիգրամ սոյայի սոուս, 10 միլիգրամ կիտրոնի հյութ, 30 գրամ պարմեզան, 10 գրամ մշկընկույզ, 50 գրամ չերի լոլիկ, աղ, պղպեղ։ Հղիության սկզբում ամբողջական հետազոտություն անցնելը կարևոր քայլ է հետագա ընթացքը կանխատեսելու համար։ Մենք գտնվում ենք Էկոսենս աղտորոշիչ կենտրոնում եւ այսօր զրուցելու ենք ակտուալ թեմայի մասին, որը կհետաքրքրի հատկապես հղի կանանց։ Իմ զրուցակիցն է կենտրոնի գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Հղիության սկրինինգը կարելի ասել նոր տերմին է բժշկության մեջ, վերջին շրջանում հաճախ է խոսվում հետազոտության այս տեսակի մասին։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Ասելով հղիության սկրինինգ, մենք իհարկե առաջնահերթ մտածում ենք, թե ինչ հետազոտությունների համալիր պետք է իրականացնենք, այսինքն այստեղ հարց է կանգնում ոչ թե զուտ մեկ ինչ-որ հետազոտությունով փորձենք սկրինինգը անել, այլ մենք խոսում ենք մի քանի հետազոտությունների մասին, որոնք տարբերվում են նրանց նշանակությունը, ինչպես նաև քանակությունը տարբերվում է կախված հղիության եռամսյակից։ Ընդհանրապես ինչ ենք մենք հասկանում ասելով սկրինինգ, դա այն հետազոտություններն են, որոնք արվում են լայնածավալ եւ արվում են այն նպատակով, որ ի հայտ գան, ախտորոշվեն ոչ այնքան հաճախ հանդիպող անոմալիաները, այսինքն ախտաբանությունները կապված այս պարագայում հղիության հետ։ Սկրինինգը արվում է նաև ցանկացած ուրիշ հիվանդությամբ ախտանիշները հայտնաբերելու համար, ասենք թե շաքարային դիաբետի սկրինինգ, վանաձև գեղձի հիվանդությունների սկրինինգ, այսինքն սկրինինգը դա ոչ թե վերաբերում է միայն հղիությանը, այլ screen անգլերեն տերմինն է, որը մեր պարագայում շատ կարևոր է դառնում, երբ մենք հետազոտում ենք կնոջը, նպատակ ունենալով ախտորոշելու այս կամ այն խնդիրը։ Իսկ հղիության որ ժամկետում կինը պետք է անցնի սկրինինգ հետազոտություն։ Հիմա տեսեք, եթե մեզ օգնության վաղուց արդեն մոտ 30 տարուց ավել եկել է երջանային հետազոտությունը, ժողովրդում շատ ընդունված էխոն, ապա մենք այստեղ պետք է ասենք, որ որոշ
անոմալիաներ, իրանք զարգանում են, նրանք ձևավորվում են ավելի վաղ ժամկետում, սակայն ի հայտ են գալի ավելի ուշ ժամկետներում, նույն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Եվ մենք գինեկոլոգներս ունենք նաև բիոքիմիական մարկերների, բիոքիմիական նյութերի ախտորոշման հնարավորություն, որոնք ունեն շատ մեծ նշանակություն հենց այդ պտղի անոմալիաները հայտնեն բերելու գործում։ Այսպիսով խոսենք առաջին եռամսյակի մասին եւ այն բիոքիմիական մարկերների մասին, որոնց մասին ես արդեն խոսել եմ։ Սովորաբար առաջին եռամսյակում մենք խոսում ենք PAPPA կոչված սպիտակուցի մասին եւ բետա-քորեոնիկ գոնադոտրոպինի մասին։ Սկսեմ առաջինից։ Դա կարելի է համարել, որ հեղափոխություն էր սկրինինգի բնագավառում, խոսեցին այդ PAPPA կոչված սպիտակուցի մասին մոտավորապես ասեմ ձեզ, մոտ 15-20 տարի է խոսվում այդ ուրեմն նյութի մասին, ինչ է նա իրենից ներկայացնում։ Դա սպիտակուց է, հենց այդպես էլ ինքը բացվում է հղիության հետ ասոցիացված պլացենտար սպիտակուց։ Եվ համարվում է, որ այդ PAPPA-ի շեղված թվերը, դեպի աճած թվերը կարող են արդեն խոսել մի այնպիսի անոմալիայի մասին, ինչպիսին է Դաունի համախտանիշը։ Երևի թե Դաունի համախտանիշը ամենահայտնի անոմալիաներից է, որի մասին մենք սկրինինգային խոսում ենք, բայց նաև կան մի շարք այլ անոմալիաներ, որի մասին նաև PAPPA-ի փոփոխությունը կխոսեմ։ Բայց ինչ է պետք ասել, որ իհարկե 8-րդ 9-րդ շաբաթականից նրան շատ կարևոր է, սակայն PAPPA իզոլացված առանձին միայն նա չի կարող խոսել նույն Դաունի համախտանիշի մասին։ Եվ այստեղ մենք արդեն խոսում ենք նրա մասին, որ օպտիմալ ժամանակահատվածը դա գալիս է արդեն այն ժամանակ, երբ որ մենք կարող ենք գերձայնային հետազոտության օգնությամբ պարանոցային տարածությունը որոշել եւ նաեւ երրորդ արդեն բաղադրիչը կխոսենք մենք սկրինինգի մասին, դա արդեն բետա-քորեոնիկ գոնադոտրոպինն է, որի մասին ես դեռ կխոսեմ, եւ տեսեք, մենք արդեն 11-ից 14 շաբաթական ժամկետում մենք կարող ենք որոշել գերձայնային հետազոտության միջոցով այդ պարանոցային օդիկային տարածության հաստությունը, դրա հետ մեկտեղ բիոքիմիական նյութերը, բիոքիմիական մարկերները, ինչպիսին է PAPPA եւ բետա-քորեոնիկ գոնադոտրոպինը, եւ նրանց հարաբերակցությունը, նրանց քանակը, նրանց արդեն արդյունքների հիման վրա մենք կարող ենք խոսել, որ կա հավանականություն եւ կա հավանականության տոկոս, թե այդ կնոջ մոտ երեխան կունենա Դաունի համախտանիշ կամ մեկ այլ անոմալիա, թե ոչ։ Իսկ ո՞րն է սկրինինգ հետազոտության առավելությունը։ Սկրինինգային հետազոտությունների առավելությունը նրանում է, որ մենք կարող ենք այն թաքնված խնդիրները, որոնք կարող է անգամ տեսանելի չլինեն գերձայնային հետազոտության միջոցով, մենք կարող ենք նրանք ի հայտ բերել։ Եվ արդեն սկրինինգային հետազոտությունների հիման վրա ենթադրենք այս կամ այն փոփոխությունը։ Տեսեք, մենք խոսում ենք մեծ մասամբ սկրինինգի պարագայում անոմալիաների մասին, բայց պետք է ասել, որ պտղի արդեն երրորդ եռամսյակում զարգացող խնդիրները, երկրորդ եռամսյակի վերջի, երրորդ եռամսյակի խնդիրները, այնպիսին ինչպեսին են պրեէկլամպսիաները, հիպոտրոֆիան, այսինքն թեր սնուցումը, կարող են արդեն այն երկրորդ եռամսյակում արված հետազոտությունների հիման վրա պրեդիկտոր հանդիսանան, այսինքն հանդիսանան այն նշանները, որ այո, չկա անոմալիա, գերձայնային հետազոտությունը ցույց է տալի, որ ամեն ինչ նորմալ է, մնացած, ասենք, եռակի տեստի պարագայում մեկն է շեղված, բայց նույն ալֆա-ֆետոպրոտեինի պարագայում, եթե նա բարձր է, մենք կարող ենք խոսել հիպոտրոֆիայի մասին, ինչպես նաև որոշակի նշանակություն ունեն իրենք նաև պրեէկլամպսիայի զարգացման պարագայում, նման հիպերտենզիվ փոփոխությունների պարագայում, այսինքն նրանց նշանակությունը հենց նրանում է, որ օգնում են մանկաբարձ գինեկոլոգին, ինչպես նաև հղի կնոջը ստեղծել ավելի պարզ պատկերացում հնարավոր բարդությունների մասին, եթե հակիրճ ասել։ Իսկ հատկապես որ տարիքի կանանց է ցուցված այս հետազոտությունը։
Կախված առողջապահության համակարգի զարգացվածությունից եւ այն գումարներից, որը ծախսում է այս կամ այն երկիրը իր առողջապահության համակարգի վրա, այստեղ կան առանձնահատկություններ եւ սովորաբար համարվում է, որ պտղի անոմալիաները իրենք ավելանում են կնոջ տարիքի աճի հետ միասին, այսինքն 35-ից բարձր 35 տարեկանից ուրեմն մեծ կանայք իրանք ռիսկի խումբ են կազմում եւ այդ պարագայում իրենց պրակտիկորեն 100% դեպքերում առաջարկվում է այդ սկրինինգային հետազոտությունը։ Սակայն կան երկրներ, որտեղ այդ հենց հետևում են եւ սկրինինգ բառին, այսինքն բոլոր հղիներին այդ հետազոտությունները արվում են անխտիր իրենց ռիսկի խմբից։ Մեր երկրում մենք սովորաբար խորհուրդ ենք տալի եռակի տեստը ալֆա-ֆետոպրոտեին բետա խորենգանատետրապին էստրիոլ այդ թեստը մենք խորհուրդ ենք տալի 35 տարեկանից բարձր կանանց, բարձրացած մանկաբարձական եւ գինեկոլոգիական անամնեզ ունեցող կանանց, դա կլինի հղիության կրելախախտ, դա կլինի անպտղությունից հետո ստացված հղիություններ, դա կլինի օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներից հետո ստացված հղիություններ, այսինքն բոլոր այն պարագայում անամնեզում ունեցած պրեէկլամպսիա, հիպոտրոֆիա, պտղի այլ անոմալիաներ քրոմոսոմային ունեցած կանանց մեր իրանք բոլորը արդեն կազմում են ռիսկի խումբ եւ այդ ռիսկի խումբը բավականին մեծ է, սակայն մեր երկրում 100% հղիներին այդ հետազոտությունները դեռևս չեն արվում։ Եվ վերջին հարցս, որոնք են ամենահաճախ հանդիպող բարդությունները սկրինինգի արդյունքում։ Սկրինինգը մեծ մասամբ ուղղված է քրոմոսոմային անոմալիաները հայտնաբերելու եւ ամենատարածվածը միշտ եթե մենք նայենք աղբյուրները գրականության, առաջնահերթ սկրինինգի նպատակներից մեկը դա քրոմոսոմային անոմալիաներն են։ Ամենատարածվածները դա թրիսոմիաներն են, այսինքն այս կամ այն քրոմոսոմի 2-ի տեղը 3-ը եւ ամենահայտնին դա Դաունի համախտանիշն է, որը 21-րդ զույգ քրոմոսոմի տրիսոմիան է, նաև Էդվարդսի տրիսոմիան, նաև մենք կարող ենք սկրինինգային հետազոտությունների միջոցով Շերեշևսկու Տերների համախտանիշը գտնել, Պատաուի, մի խոսքով մի խումբ քրոմոսոմային անոմալիաներ մենք կարող ենք հայտնաբերել հենց սկրինինգայինի դեպքում։ Մյուս խումբը, որը մեր համար շատ կարևոր է, դա նյարդային խողովակի անոմալիաներն են, որ նույնպես մեզ ցույց են տալիս, որ կա այս կամ այն խնդիր սկրինինգային հետազոտությունը ի հայտ է բերում շեղումներ բիոմարկերների թվերում եւ դա նույնպես խոսում են դրա մասին։ Երրորդ ինչի մասին ես ասացի, որ նրանք հանդիսանում են պրեդիկտոր, այսինքն նրանք այս պահին գերձայնային հետազոտության հիման վրա կարող է լինի նորմալ պատկեր, սակայն երեխան հետագայում կարող է դա պրեդիկտոր լինի երեխայի որևէ այլ անոմալիայի զարգացման, որը ավելի ուշ ժամկետում է ի հայտ գալի, ինչպես նաև կարող է խոսել հետագայում զարգացող հղիության հետ կապված բարդությունների, օրինակի համար պրեէկլամպսիայի կամ նույնպես որպես օրինակ պտղի ներարգանդային աճի դանդաղմանը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, թեման բավականին ակտուալ է, կարծում եմ հեռուստադիտողները կհետևեն ձեր խորհուրդներին։ Շնորհակալություն, շատ հաճելի էր։ Մենք այժմ գտնվում ենք Ջոնրիկ էսթետիկ բժշկության կենտրոնում եւ կենտրոնի տնօրեն Արգինե Դավթյանի հետ կզրուցենք երիտասարդացման եւ մաշկի թերությունների շտկման մեթոդներից մեկի միկրոդերմաբրազիայի մասին։ Ողջույն Արգինե։ Ողջույն։ Այսօրվա մեր զրույցի թեման միկրոդերմաբրազիան է։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Միկրոդերմաբրազիան իրենից ներկայացնում է մաշկի արտաքին մաքրում, այսինքն լինում է երկու տեսակի՝ ալյումինիային փոքրիկ հատիկներով եւ ադամանդիա միկրոկրիստալներով պատրաստված հատուկ գլխիկներ են, որոնք տեղադրվում են միկրոդերմաբրազիոն սարքի վրա եւ քաշելով ճնշման ազդեցության ներքո մաքրում է մաշկի արտաքին եղջերացող թաղանթը։ Միկրոդերմաբրազիան իրենից ներկայացնում է էսթետիկական պրոցեդուրա, որի ժամանակ մաշկը պրոցեդուրայից հետո լինում է շատ ավելի հարթ, շատ ավելի բաց գույնի եւ ավելի գեղեցիկ։ Իսկ ինչ ցուցումներ կան այս մեթոդի համար։ Մաշկի որ խնդիրների դեպքում կարելի է մտածել միկրոդերմաբրազիայի մասին։
Միկրոդերմաբրազիան այսօր կոսմետոլոգիայում շատ հաճախ օգտագործվող պրոցեդուրա է, որը իրենից ներկայացնում է առաջին հերթին ատրավմատիկ պրոցեդուրա, որը բացարձակապես տրավմա չունի մաշկի վրա։ Ավելի շատ օգտագործվող միկրոդերմաբրազիան այսօր ադամանդյա միկրոկրիստալներով, այդ գլխիկներով, ուրեմն միկրոդերմաբրազիան է, որի ժամանակ կատարվում է մաշկի արտաքին շերտի մաքրում։ Ցուցված է այն բոլոր կանանց, ովքեր հետևում են իրենց մաշկին եւ առհասարակ կանանց, ովքեր պետք է գոնե ամիսը կամ 2 ամիսը մեկ անգամ մաքրեն մաշկը, եւ իհարկե ցուցված են այն բոլոր դեպքերում, երբ չկա մաշկի ամբողջականության խախտում, պրոբլեմատիկ մաշկ, թարախային երևույթներ, այլ հակառակը post acne, փոսիկներ, նրանց շտկման եւ ավելի հարթեցնելու համար։ Իսկ այս մեթոդով կարելի է հարթեցնել մաշկի խորը կնճիռները։ Միկրոդերմաբրազիան կնճիռների հետ, կնճիռների հարթեցման հետ բոլորովին կապ չունի, այսինքն միկրոդերմաբրազիայի միջոցով կնճիռների հարթեցում տեղի չի ունենում։ Սա զուտ մաշկի արտաքին, ամենաարտաքին շերտի հեռացումն է, որի արդյունքում մենք ունենում ենք զուտ խնամված, ավելի առողջ գույնի եւ բնականաբար ավելի հարթ մաշկ։ Կնճիռները ավելի շատ ինյեկցիոն մեթոդների կիրառման ժամանակ է, որ կարող ենք հարթեցնել։ Իսկ կան արդյոք տարիքային ցուցումներ, որն է տարիքային նվազագույն շեմը։ Առհասարակ կինը սկսում է մաշկի խնամքը 20-22 տարեկանից հետո։ Ունենք ավելի երիտասարդ հասակի հաճախորդներ, ովքեր ունեցել են ակնե խնդիր եւ post acne պրոբլեմատիկ մաշկի արդյունքում առաջացած հետ ակնե այն փոսիկները, որոնք իհարկե ավելի վաղ տարիքում հեռացնելու համար մենք դիմում ենք երբեմն միկրոդերմաբրազիա պրոցեդուրային, բայց առհասարակ տարիքային ցուցումներ բնականաբար չունենք, արվում է 18 տարեկանից բարձր եւ մինչեւ որ տարիքը ուզենք։ Միկրոդերմաբրազիան սա համարվում է պարտադիր պրոցեդուրաների շարքին, որովհետև եթե կինը իր կյանքի ընթացքում կամ որևէ ավելի երիտասարդ տարիքում չի կատարում ինյեկցիաներ, ավելի գլոբալ թերապևտիկ միջամտություններ կոսմետոլոգիական ծառայությունում, միկրոդերմաբրազիան կամ մաքրումը դեմքի առհասարակ կատարվում է։ Հաշված օրեր են մնացել գարնանը, գիտեմ, որ շատ էսթետիկ պրոցեդուրաներ իրականացվում են ցուրտ եղանակին արևից խուսափելու համար։ Որ սեզոնին կարելի է կիրառել այս մեթոդը։ Միկրոդերմաբրազիայի մեթոդը սեզոնային սահմանափակումներ իհարկե ունի։ Եթե մենք խոսում ենք ձմռան, աշնան եւ առհասարակ գարնան, ոչ շատ արևային գարնան մասին, ապա կարելի է իրականացնել, բայց եթե նույնիսկ ձմռանը կինը պիտի կատարի միկրոդերմաբրազիան եւ մեկնի ծովափ, բնականաբար մենք արևային ազդեցությունը մեր վրա ինչ ենք անում, մենք հեռացնում ենք մաշկի արտաքին շերտը, որի արդյունքում մենք ստիմուլ ենք, խթանում ենք, որպեսզի այն ավելի թարմանա, բայց եթե բարակած մաշկով մենք մեկնում ենք ծովափ, բնականաբար արևային ազդեցությունը հակացուցված է, որովհետև կունենանք պիգմենտներ, կունենայինք մաշկի մուգ բծեր։ Միկրոդերմաբրազիան առհասարակ կատարվում է 28-ից 32 օրը մեկ անգամ, դրանից ոչ հաճախ չի կարելի այն իրականացնել, որովհետև մենք իրավունք չունենք մաշկը իր նորմայի չափսերից բարակացնել եւ հեռացնել նորմայից ավելին։ Երբեմն լինում են տարբեր ուրեմն գրականություններում եւ ինչու՞ չէ նաեւ ինտերնետում ես նույնպես հանդիպել եմ, որ միկրոդերմաբրազիայով փաթեթ է այսպես սարքված, որի մեջ շաբաթը մեկ անգամ ներառված է, շաբաթը մեկ անգամ միկրոդերմաբրազիա չի կարելի։ Միկրոդերմաբրազիան հստակ պետք է իրականացնել ամիսը մեկ անգամ, եթե կան ցուցումներ։ Չոր մաշկի, բարակ մաշկի դեպքում ամիսը մեկ անգամն էլ է շատ շուտ, այսինքն այստեղ արդեն պետք է նայել ըստ ցուցումների։ Ունենք հաճախորդ, ով ունի յուղոտ մաշկ եւ հաճախում է հստակ ամիսը մեկ անգամ, իսկ կան հաճախորդներ, ովքեր ունեն բարակ չոր մաշկ, հաճախում են 3, 4, նույնիսկ 5 ամիսը մեկ անգամ։ Միկրոդերմաբրազիան դասվում է այն պարտադիր պրոցեդուրաների շարքին, որ այսօր աշխարհում իրականացվում է շատ հաճախ։ Ասել միկրոդերմաբրազիա որպես պրոցեդուրա, սա զուտ մեխանիկական ազդեցություն է մաշկի վրա, որի ժամանակ մենք հեռացնում ենք, նորից եմ կրկնում, մաշկի արտաքին շերտը։ Դրանով չի սահմանափակվում իհարկե միկրոդերմաբրազիայի բուն պրոցեդուրան, որովհետև հեռացնելով մենք այն չենք սնուցում, մենք այն չենք խոնավացնում եւ առհասարակ չենք ոչ մի ազդեցություն տալիս մաշկի վրա։ Պրոցեդուրան ինքնին իրենից ներկայացնում է մաշկի
խնամք։ Բնականաբար մեզ մոտ John Rick Spa կենտրոնում իրականացնելու միկրոդերմաբրազիա պրոցեդուրան իրականացնելու ժամանակ, բացի նրանից, որ առաջին քայլ հեռացնում ենք մաշկի արտաքին շերտը, դրանից հետո իհարկե մենք հեռացնում ենք նաև այն խորը էլեմենտները, որոնք մաքրելուց հետո կինը կամ տղամարդը չի ուզում տեսնել իր դեմքին, որից հետո նոր արդեն սկսվում է մաշկի բուն խնամքը։ Սա խիստ անհատական, խիստ ըստ ցուցումների պրոցեդուրա է, որովհետև չոր մաշկի ժամանակ խնամքը այլ է, յուղոտ մաշկի ժամանակ խնամքի միջոցները այլ են, իսկ տարիքային արդեն ցուցումների ժամանակ մենք բոլորովին այլ խնամք ենք իրականացնում։ Միկրոդերմաբրազիայից բացի այսօր աշխարհում քիչ պոպուլյար չէ նաև այն խնամքի միջոցը, որը մենք նաև իրականացնում ենք John Rick Spa կենտրոնում, դա Oxyjet Peel-ն է, որը այսօր շատ հաճախակի օգտագործվող պրոցեդուրա է, որովհետև իրենից ներկայացնում է թթվածնի շիթի ազդեցության տակ եւ սարքը ունի հնարավորություն, որտեղ թթվածնի սփրեյը նաև իր հետ բերում է այն կոկտեյլը, այն նյութը սնուցող, որը մենք լցում ենք սարքի այդ գլխինքի մեջ։ Շատ հաճելի, շատ էֆեկտիվ եւ իհարկե արագ իրականացվող պրոցեդուրա է, որը բնականաբար միկրոդերմաբրազիայից հետո ենք իրականացնում, շատ սիրում են հաճախորդները եւ կոկտեյլների ընտրությունը արդեն կախված է ցուցումներից։ Դրանից հետո արդեն անցնում ենք խնամքի քսուկային միջոցներին, որը բնականաբար հանգստացնող, սնուցող, ձգող եւ այլն։ Էլի կատարվում է ըստ ցուցումների։ Այսինքն ասել միկրոդերմաբրազիա քիչ է։ Միկրոդերմաբրազիան իրենից ներկայացնում է այն ամբողջ մաշկի խնամքի process-ը, որը իրականացվում է այսօր եւ տևում է մոտ ժամ, 1 ժամ 15, միգուցե 20 րոպե։ Հաճելի պրոցեդուրա է, անցավ պրոցեդուրա է եւ իհարկե շատ էֆեկտիվ պրոցեդուրա է։ Ուղղակի պետք չէ այն խառնել եւ մտածել, որ եթե անում եմ միկրոդերմաբրազիա, ուրեմն ես ծերացում եմ, դանդաղացնում, կանգնեցնում կամ խորը կնճիռներ եմ հարթեցնում։ Ոչ, սա զուտ էսթետիկական, զուտ գեղեցիկ, անցավ, հաճելի պրոցեդուրա է, որը իրականացնում են այսօր կանայք շատ հաճախ։ Շնորհակալ եմ Արգինե սպառիչ պատասխանների համար։ Ուրախ եմ, որ էսթետիկ բժշկությունն ու կոսմետոլոգիան տալիս են մեր կանանց հնարավորություն մշտապես լինել գեղեցիկ անկախ տարիքից։ Շնորհակալություն, սիրով։ Մինչև վերջերս Նարեկ Բաբեյան անունը հանրության շրջանում հայտնի էր զուտ որպես երգչի։ Այժմ նրա կենսագրությունը հարստացավ եւս մեկ փորձով։ Նարեկ Բաբեյանին այժմ կարող եք ճանաչել ոչ միայն որպես երգիչ, այլև ինքնատիպ կերպար հայտնի սիթքոմներից մեկում։ Ողջույն Նարեկ։ Ողջույն։ Բարի գալուստ Նանեի տաղավար։ Նարեկ, վերջին շրջանում քեզ հաճախ տեսնում ենք Armenia TV-ի ռեյտինգային Domino սիթքոմում որպես դերասան առանցքային կերպար։ Բայց էստրադային ոլորտին հետևողները քեզ հաճախ սովոր են տեսնել որպես երգիչ։ Հետաքրքիր էր այս առաջարկը, որ դու ստացար։ Չկար քեզ մոտ մտավախություն, որ դա կարող է անդրադառնալ նաև քո երգչի կարիերայի վրա։ Անդրադառնալ դրական թե բացասական։ Բացասական, որովհետև քանի որ զբաղվածությունը ամբողջովին նվիրում ես սիթքոմում խաղալուն, հետևաբար քիչ ավելի ժամանակ ես կարողանում տրամադրել քո բուն մասնագիտությանը։ Խոսքս դրա մասին էր։ Միանշանակ այդպես էլ եղավ, ես գիտեի, որ այդպես է լինելու եւ պատրաստ էի դրան եւ ինչ որ չափով նաեւ ուրախ էի, որովհետեւ ես իհարկե շատ սիրում եմ իմ գործը, բայց յուրաքանչյուր գործ անընդհատ երբ որ զբաղվում ես նույն գործով, ինչ որ ժամանակ է գալիս, որ ուզում ես թե դադար ունենալ, թե փոքր ինչ այլ բանով զբաղվել, ինչը ավելի շատ ստիմուլ է տալիս հետագայում նորից վերադառնալ ու այտենց ավելի մեծ կարոտով ու սիրով զբաղվել քո սիրած գործով։ Ժամանակային առումով իհարկե մեկը մյուսին խանգարում է, ինչքան էլ որ չգիտեմ, եթե ինչ-որ մեկ ասի չէ, իմ կարծիքով այդպես չի։ Բայց որպես արտիստի, ասեմ, չգիտեմ, թող շատ ճոխ չհնչի։ Մարդու, ով էստրադայում է, հա, դա միանշանակ օգուտ է։ Լինել էկրաններին, լինել անընդհատ այնպիսի ռեյտինգային
հեռուստաընկերության ինչպիսին Armenia TV եթերում անընդհատ սիթքոմում, որը արդեն վստահաբար կարող եմ ասել հաջողվել է եւ սիրվել է շատ-շատերի կողմից, իհարկե տալիս է իր շատ մեծ դրական կողմերը, ինչը ես արդեն զգում եմ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, վերջերս եղա մի անգամից մի քանի երկրներում եվրոպական ու շատ արագ զգացի այդ արձագանքը այդ ամեն ինչի, հա, ինձ վրա, որովհետև մարդիկ տեսնում էին արդեն, եթե առաջ ինչ որ մեկը կարող էր չճանաչել, մեկը կարող էր ճանաչելուց ասային, մեր երգիչն է, հիմա ասում են, մեր երգիչ դերասան Դոմինոյի Նորիկը եւ այլն, հա, այսպես արդեն մի քանի կողմից են մարդիկ ճանաչում, ինչը արտիստի համար էլ եմ ասում, բեմում գտնվող մարդու համար միանշանակ շատ լավ բան է։ Լավ, բացի այս դրական արձագանքներից, մի քանի ամիս անց ամփոփելով, ինչպիսին է դու պատկերացնում եւ ինչպիսին է արդյունքը, հա, քո տեսակի, քո ստեղծագործական աճի, թե որպես երգիչ, թե որպես դերասան։ Ինչ վերաբերում է աճին կոնկրետ, հա, Նարեկ Բաղյանի, ով փորձեց իրեն սիթքոմում, աճը միանշանակ կա, ինչի մասին ես լսում եմ, թե մեր ստեղծագործական կազմում աշխատող բոլոր մարդկանցից, ռեժիսորի, սցենարիստներից եւ այլն, որ այն Նարեկը, ով որ խաղում էր առաջին սերիաներում եւ այն Նարեկը, ով որ կար Նորիկի կերպարը, ով որ կար արդեն վերջում, երբ որ առաջին եթերաշրջանը փակում էինք, շատ տարբերվում են մեկը մյուսից եւ լավ իմաստով են տարբերվում։ Ես շատ ուրախացա, երբ որ լսեցի այդ կարծիքները, թե մարդկանցից ուղղակի կողքից ովքեր հեռուստադիտող են, թե ներսի մարդկանցից, ելի եմ ասում, բոլորը ասում են, որ հղկվել եմ շատ ավելի արդեն չասեմ պրոֆեսիոնալ իհարկե, բայց անհամեմատ լավ եմ կատարում իմ դերը, իմ աշխատանքը ֆիլմում։ Այդպես երևի, երգչական կարիերայում չէի ասի թե ինչ որ դա փոփոխություն է տալիս, ելի եմ ասում, զուտ օգուտ է օգնում է ճանաչողության իմաստով ճանաչելու եւ այլն։ Սա քո առաջին նմանատիպ փորձն է, հա, որպես դերասան, Դոմինո սիթքոմում թերևս դու ամենաքիչ փորձ ունեցող դերասաններից մեկն ես։ Չէ, առաջին փորձը չի, բայց ես եղել է եւս մեկ սերիալ շատ վաղուց, բայց դադարը այնքան մեծ էր, որ երևի թե կարելի ասել նորից սկսելուն հավասար։ Կարող ենք ասել առաջին։ Սիթքոմում առաջին, բայց սերիալում ոչ։ Իսկ հենց Դոմինո սիթքոմում ով է օգնում քեզ հաղթահարել կերպարային խնդիրներդ, ռեժիսորդ, գործընկերներդ։ Մեծ մասամբ կարող եմ ասել, որ ռեժիսորն է օգնում, աշխատանքը ռեժիսորի հետ, որովհետև Հարությունը Խալաֆյան, մեր սիթքոմի ռեժիսորը, փորձում է մաքսիմալ մատչելի բացատրել խնդիրը տեղ հասցնել դերասանին եւ եթե պետք է ինքը ճիշտ է ռեժիսորն է մեր ֆիլմի, բայց շատ լավ դերասան է նաեւ, որտեվ երբ որ ժամանակը գալիս է որ ինքը պետք է ինչ-որ բան բացատրի, ինքը նաեւ խաղում է ցույց է տալիս ինքը ինչ է ուզում ու նայելով իրան ամեն ինչ շատ լավ հասկանում ես ու արդեն հասկանալով իր խաղացածը, իր բացատրածը, փորձում ես դու ինքդ քո ձևով նույնը միտքը տեղ հասցնել, մատուցել եւ իհարկե նաեւ դերասաններից էլ խաղանկերներից մեծ բան կախված, եթե իրենցից չստանաս այդ բնական խաղը նույն ձևով չես կարող երբեք պատասխանել։ Ես իմ խաղանկերներին բոլորին շատ շնորհակալ եմ, որովհետև բոլորը շատ լավ, չգիտեմ, խաղում են ու իրանց խաղից ես ինքս էլ ոգևորված ամեն ինչ փորձում եմ անել մաքսիմալ լավ։ Իհարկե սոսն է մի փոքր խանգարում ժամանակ առ ժամանակ, բայց սոսը լավ դերասան է, իրան կարելի է։ Եվ չմոռանանք, որ Հարություն Խալաֆյանը դերասան է նույնպես եւ իմ համակուրսեցին, այսինքն դրա մասնագիտությունը դերասան ռեժիսոր է։ Դերասան ռեժիսոր։ Ուրեմն հենց դրանից է որ իր մոտ այդ ամեն ինչը շատ լավ է ստացվում բացատրել։ Ցանկացած ռեյտինգային նախագծի բեքսթեյջը բավականին հագեցած է։ Որոնք են ձեր սիթքոմի բեքսթեյջային ամենահետաքրքիր պահերը, հա, ամենասիրելի եւ ամենադժվար։ Իհարկե լինում են այդպիսի պահեր, բեքսթեյջային այդ պահերը ինձ թվում է ցանկացած տեղ լինում են, բայց կոնկրետ մեր մոտ մենք մեզ այնքան ազատ ենք զգում մեր կոլեկտիվի մեջ, բոլորս այնքան մերվել ենք մեկս մյուսի հետ, որ այդ ազատությունը երևի բերում է նրան, որ շատ այսպեսի հետաքրքիր պահեր լինում են, որոնք ցավոք սրտի ես հիմա թույլ չեմ տա պատմեմ, որովհետև դա այսպես ներքին երևի թե հա խոհանոցի ինչ որ բեքսթեյջ է, բայց կան պահեր, որոնք եթե կարելի է ցույցատրել, Armenia TV-ն ունի չէ, այդպիսի ծրագիր, որը ցույց է տալիս այն ինչ որ կարելի է այդ բեքսթեյջում, ինչ որ կատարվում է, այնպես որ կոմենտում, եթե չեմ սխալվում, դա ամեն ինչը տեսնում են մարդիկ։ Սիթքոմը տալիս է բարձր վարկանիշ, բայց խլում է ժամանակի գրեթե 90%-ը։
դու ինչպես ես կարողանում ես ճիշտ կազմակերպել օրվա գրաֆիկդ։ Գիտեք ոնց գրաֆիկ չունենք բոլորս։ Ի սկզբանե սիթքոմի պրոդյուսերները մեզ այսպիսի մի բան ասացին. եթե դուք այդ օրը նկարահանման եք, ուրեմն այդ օրը ոչ մի բան մի պլանարեք։ Վերջ, այդ օրը ձեր համար կորած է այն իմաստով, որ ուրիշ գործ ուղղակի չեք կարող անել։ Հնարավոր չի, իրոք, եթե այդ օրը նկարահանում ունենք, ուրիշ ոչ մի բան պլանավորել հնարավոր չի։ Խլում է ժամանակը ոչ թե 90, այլ 100%-ով նկարահանման օրերին։ Մնացած ժամանակը արդեն կարողանում եմ տրամադրել ընտանիքիս, չգիտեմ, գործերին, ընկերներին եւ այլն։ Որքանով ես հասցրեցի ուսումնասիրել քո YouTube-ի թարմացումներին, դու տարին մեկ անգամ նկարահանում ես նոր տեսահոլովակ։ Արդեն 1 տարի է չունես նոր տեսահոլովակ։ Երբ կարող է քո հանդիսատեսը սպասել այդ տեսահոլովակին։ Շատ ճիշտ եք նկատել այդ ժամանակահատվածը, տարին 1 կամ 2 լավագույն դեպքում ես դրանից ավել չեմ նկարահանում։ Հենց հիմա պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ, իմիջիայլոց էլի հենց Հարությունի հետ Խալափյան Դոմինոյի ստեղծագործական կազմից կան մարդիկ, ովքեր օգնում են ինձ ներգրաված են տեսահոլովակի աշխատանքներում։ Կարծում եմ, որ մոտակա, չգիտեմ, ասենք, մի շաբաթ կամ 10 օրվա ընթացքում մենք արդեն կնկարահանենք, հետագայում արդեն մոնտաժ եւ այլն, այսինքն շատ շուտով 1 ամիս կամ մի փոքր 1 ամսից ավել արդեն վերջնական տեսքով կունենանք եւ մարդիկ կտեսնեն նոր տեսահոլովակը։ Նարեկ քո կինը մասնագիտությամբ պարուհի է, այսինքն նա էլ է քո ասպարեզից։ Մասնագիտական առումով նա քո քննադատն է թե խորհրդատուն։ Գիտեք, ոչ են, ինչքան էլ որ կարող ենք ասել նույն ասպարեզից, բայց ես մի փոքր համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև լինել բալետի պարուհի դա մի փոքր այլ աշխարհ է, էստրադայի հետ կապ չունեցող աշխարհ է։ Լրիվ ուրիշ տարբեր տեղերում եմ դասում, ասեմ ավելին իր արվեստը շատ ավելի բարձր տեղում եմ դասում։ Այնպես որ ինքը իր բալետի աշխարհում, բալետի պարուհի է, ինձ խորհուրդներ չի տալիս, քննադատել երբեմն թույլ տալիս է իրեն, ինչ-որ բաների հետ եթե համաձայն չէ։ Նույնն էլ ես, բնականաբար, ոչ խորհուրդներ, ոչ ինչ-որ քննադատություններ, որովհետև էլ եմ ասում, իմ կարծիքով մի փոքր տարբեր աշխարհ, ինչքան էլ արվեստի մեջ ենք երկուսս էլ, բայց տարբեր աշխարհներում ենք ու երևի թե ամեն մարդ իր գործով է զբաղվում, ամեն մարդ իր գործից ավելի լավ է հասկանում ու երկուսս էլ հանգիստ ենք թողնում զուտ հենց մասնագիտական առումներով, մեկս մյուսին հանգիստ ենք թողում, թող ամեն մարդ հանգիստ զբաղվի իր գործով, այդպես։ Սովորաբար քննադատություններին ագրեսիվ ես արձագանքում, թե փորձում ես ընդունել, լսել, վերլուծել արարքներդ։ Այս հարցին պատասխանեմ այսպես, որ իմ ռեակցիան լինում է ոչ միանշանակ։ Ես շատ այսպես այս հարցին վերաբերվում եմ կոնկրետ չկա միանշանակ որ այո լավ եմ վերաբերվում կամ վատ ագրեսիվ չեմ վերաբերվում երբևիցե բայց քննադատություններ ու կարծիքներ որովհետև շատ մարդկանց դեպքում իրենց կարծիքը իրենք գիտեն որ ես իմ կարծիքն է ու սկսում են քննադատել իրենց կարծիքի հիման վրա զուտ դա ճիշտ չեմ համարում եթե լսում եմ շատ խելամիտ ինչ որ քննադատություն հա իհարկե կընդունեմ, որ ճիշտ է ասվում, բայց շատ դեպքերում այդ ճիշտը ես ինքս էլ գիտեմ արդեն։ Այսինքն, եթե ես նայում եմ իմ արած գործը, ես մինուսներն էլ եմ տեսնում, պլյուսներն էլ եմ տեսնում ու այն ինչ որ մարդիկ կարող են ասել, այ կան էս մինուսները, ես դա շատ լավ չեմ ուզում մեծամիտ կարծիք թողնել, մեծամիտ մարդու, բայց ես արդեն շատ լավ հասկացած եմ լինում միջև իրենց ասելը։ Ինչը շատ բաների հետ է կախված։ Ցանկացած գործի մեջ կարող են գտնել շատ մինուսներ, բայց այդ մարդիկ ովքեր գտնում են այդ մինուսները, չգիտեն ինչի են այդ մինուսները եղել։ Վերցնեմ տեսահոլովակ օրինակի համար։ Կարող է այստեղ կարող է այսպես լիներ, հա, ցանկացած տեսալով կարող ենք վերցնել ու ասել, որ եթե այսպես լիներ, ավելի լավ կլիներ, եւ այլն եւ այլն։ Բայց այդպես լինելը կախված է, չգիտեմ, շատ հանգամանքների հետ, թե ֆինանսականից սկսած եւ լիքը ուրիշ բաներից վերջացրած։ Այնպես որ ուզում ասել այդ ամեն ինչը ես էլ եմ տեսնում, ես էլ գիտեմ, հնարավորության դեպքում փորձում եմ ամեն ինչ անել մաքսիմալ որակով։
Իսկ ինչու ընտրեցիր հենց նրան, կնոջդ, որպես կյանքի ուղեկից։ Ինչով նա առանձնացավ գեղեցիկ սեռի մյուս ներկայացուցիչներից։ Ես նրան առաջին անգամ հանդիպել եմ մարզադահլիճում գիմնաստիկայի, որտեղ բալետ պարուհիները բացի իրենց առօրյա պարապմունքներից, այդ կլասիկայից, նաև գնում էին այնտեղ մկան նրան բացելու, վարժություններ անելու, մարզվելու, առանձնացավ իր սլացիկ կազմվածքով, սպորտային հագուստով էր, առանձնացավ իր հայացքով, որ ինձ էր նայում մի փոքր, այսպես ինձ թարս, չգիտեմ ինչի, կարմիր թուշիկներով, որտեղ պարապմունք էր անում սենց բնականից կարմրել էին, չգիտեմ, ամեն ինչով, մի անգամից տեսա ու ուշադրությունս գրավեց։ Ու այդտեղից ես սկսեցի արդեն սիրահետել նրան։ Ինչպես ասում են, սերը դրսևորվում է մանրուքներում։ Ըստ քեզ դա այդպես է, թե դու այն կատեգորիային ես պատկանում, ով սերը պատկերացնում է որպես վերացական զգացմունք։ Չէ, վերացական չեմ պատկերացնում, միանշանակ դրսևորվում է մանրուքներում ու անպայման պետք է մենք չզսպենք մեզ, մեր մեջ չպահենք այն ինչ որ ուզում ենք արտահայտենք, թե այդ մանրուքները, թե ինչ որ մի հաճոյախոսություն, թե ուշադրություն, ցանկացած տեսքով, որ դա կլինի, չգիտեմ, ուղղակի հոգատարություն եւ այլն, ամեն ինչ որ պետք է իրականում լինի, հա, ճիշտ վերաբերմունքը մարդկանց իրար հանդեպ։ Ու երբ որ չես արտահայտում այդ զգացմունքները, այդ մանրուքները, ավելի ճիշտ, միգուցե ժամանակի ընթացքում դիմացինիդ մեջ ինչ որ մի բան եւս բթանա, կոպիտ ասած, որովհետեւ անընդհատ պետք է տալ ու անընդհատ պետք է ստանալ, ես կարծում եմ հարաբերությունը, ուղղակի նստել ու վերացական պատկերացնել, լավ, ես սիրում եմ, ինքն էլ ինձ է սիրում, հա, ես գիտեմ դրա մասին ու վերջ, մենակ գիտենալով չի, մենակ իմանալով չի, պետք է արտահայտել անընդհատ, ու յուրաքանչյուր մանրուքի մեջ։ Իսկ ունես հետագա պլաններ, որ մոտակա ժամանակում պատրաստում ես իրագործել, բացի իհարկե այն տեսահոլովակից, որ քիչ առաջ ասացիր։ Դե շատ շուտով կսկսենք նորից Դոմինոյի երկրորդ եթերաշրջանը, դրանով զբաղվելու ու պլաններ ասած իմ կյանքի ամենամեծ պլանն է շուտով իրականանալու։ Ես կունենամ որդի ու կարծում եմ իմ կյանքի ամենակարևոր տեղը կզբաղեցնի ու բացի այն, որ պլաններ, ինչ-որ աշխատանքային եւ այլն, հիմնական ուշադրությունս ու ժամանակս միանշանակ տրամադրելու եմ նրան։ Ես անչափ ուրախ եմ քեզ համար, ես պատկերացնում եմ, թե դու հիմա ինչ ես զգում եւ քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, այն մեծ զգացումը, որ դու շուտով կապրես, իսկապես կփոխի լիարժեք քո կյանքը։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ։ Ես եւս շատ շնորհակալ եմ, շատ հաճելի էր լինել այստեղ եւ զրուցել ձեզ հետ։ Երազանքներն իրականանում են, երբ չեն վերածվում կպչուն մտքերի։ Ավելի թեթև վերաբերվենք մեր երազանքներին եւ դրանք միգուցե իրականանան։ Կհանդիպենք։